Բարի օր ժողովուրդ ջան, այսօր պատրաստում եմ հորթի խաշլամա, բոլոր պարագաները ունեմ, շարովի խաշլամայի համար սիրելիներս, հիմա ձեզ ցուցադրում եմ, ես ինչպես եմ պատրաստում, տարբեր եմ պատրաստում, ես էլ իմ ձևով եմ պատրաստում, սիրելի հետևորդներ ջան, գնացինք, հիմա դրել եմ սոխը և լոլիկը, կդնեմ մի քանի հատ դափնու տերև, երկու հատ, ներքևի մասում երկու հատ դափնու տերև կդնեմ, մի քանի հատ պղպեղ, բուլղարական, կարմիր քաղցր, հիմա սիրելիներս, որ մեր խաշլաման առանց ջրի է, պետք է տակը դնեմ կարտոֆիլը, սիրելիներս, կարտոֆիլը շարեցի, հիմա պետք է դնեմ մի քիչ կանաչի, շատ չնչին, համեմ, ունեմ ձեռքիս տակ, համեմ և պետրուշկա, մեզ մոտ շատ դժվար է ջարվում Սև Հայաստանի ռեհանը, ոչ միշտ կարող ենք գնել ռեհանը, դե հիմա սիրելի հետևորդներ, դրեցի կարտոֆիլը, գցեցի երկու տեսակի կանաչի, համեմ և մաղադանոս, հիմա պետք է շարեմ մեր միսը, սիրելիներս, դե սիրելիներս միսը շարեցի, վերջացրեցի, ինչպես ասել էիմ, հորթի միս է միսը, հիմա շարեմ նորից մեր լոլիկը, մսի վրա, սոխը, հիմա գցեմ մի քիչ պղպեղ, խառը պղպեղ է մեր մոտ, սև ու կանաչ, ինչպես բոլորիդ ես ասել եմ միշտ, ես երկու տեսակ եմ օգտագործում, եթե իհարկե ունեմ տանը, դնում եմ դափնու տերև, լցնում եմ նորից մեր պղպեղը, կարմիր քաղցր, վերին շերտում էլ կլցնեմ կանաչին, մի քիչ խոնավեր մեր կանաչին, չսպասեցի, որ չորանա, արագ-արագ կտրտեցինք, այսպես, սիրելիներս, վերջում դնում եմ կանաչ պղպեղ, կծու, վերևն եմ դնում, որ շատ կծու չլինի, գցում եմ հիմալայան աղ, ռոզվի գույնի, սիրելիներս, հետո, որ եփելու եմ դանդաղ կրակով, որովհետև առանց ջրի է, սիրելի հետևորդներ ջան, հիմա դնում եմ կրակին արդեն, տեսեք, ոչ մի գրամ ջուր չեմ լցրել, ժողովուրդ ջան, ոչ մի գրամ, հիմա կդնեմ կրակին ու թող հանգիստ իր համար էփի, չմոռանամ ասելու, սխտոր չեմ դնում, ինչպես գիտեք, մեծ թորը սխտորի ալերգիա ունի, դրա պատճառով ես սխտոր չեմ դնում, դնելու եմ մի քիչ կարակ, սիրելի ժողովուրդ, ինչպես տեսակ, միսը հորթի միս էր, այդքան յուղ չուներ, որ յուղ չկա ու ջուր չկա, դրա համար պետք է դնեմ մի քիչ կարակ, մի 50 գրամ, ավել չէ, սիրելիներս, արդեն սկսելատակից եռը գալը, հիմա ուզում եմ ձեզ ցուցադրեմ, որ դուք տեսնեք, որ կամաց արդեն եռում է, եփում եմ 6 աստիճանի վրա, այս մեջտեղի աստիճանն է, ոչ շատ եռման, ոչ շատ հանգիստ, հիմա սիրելի հետևորդներ ջան, տեսեք ձեզ ինչ եմ ասում, եթե դուք սիրում եք խաշլամեն սոկով, ուրեմն ավելացրեք ջուր, իսկ եթե չեք սիրում, թող հենց այս ձևով էփի, ոնց որ ես եմ էփում, սիրելիներս, ու մեկ էլ մի բան էլ ասեմ, ուրեմն, արդեն սկսել է եռալը երևի 6-7 րոպե անց է իմ դնելուց, պետք է եփեմ 40-ից 45 րոպե, դանդաղ կրակով, որովհետև կարտոշկան պետք է լավ էփի տակը, առանց ջրի է պետք է հանգիստ իր համար սիրուն էփի, սիրելիներս, հիմա մեկ էլ կմիանամ, երբ որ արդեն պատրաստ լինի, այդ ժամանակ կհամտեսեմ, բայց ասեմ ձեզ արանքում ես կհամտեսեմ, եթե աղը քիչ եղավ, ձեզ էլ կասեմ, որ աղը քիչ էր,
մի քիչ աղեմ ավելացրել։ Ես կհամտեսեմ ու վերջանալուց կմիանամ ձեզ սիրելի հետևորդներ ջան։ Դե սիրելի ժողովուրդ, նայեք։ Հիմա բացում եմ մեր խաշլամեն, տեսեք մեջի ջուրը, ինչքան ջուր է մեջը։ Ես ասել էի, ջուր չեմ գցե առանց ջրի, էսի լոլիկի ջուրն է եւ մնացած պարագաների։ Հարգելիներս, սա վերցրել եմ, ձեր ներկայությամբ փորձեմ ու ձեզ ցուցադրեմ, թե ինչպիսի համ ունի մեր խաշլամը այսօրվա։ Տեսեք միսը ինչ փափուկ, սիրուն կտրվում է, ինչ հավասար եփված է, սիրելի ժողովուրդ։ Սիրելիներս, կարտոֆիլը հավասար մսի հետ եփված է։ Ոչ մի տարբերություն չկա։ Կարտոֆիլը համեղ, աղատեղը, հա, չմոռանամ ասելու, սիրելի հետևորդներ, միթեի գտալ սովորական յոդի աղ եմ լցրել մեջը։ Այդ առաջի գցած աղից հետո միթեի գտալ էլ նորից լցրել եմ մեջը։ Սիրելիներս, ամեն ինչը տեղին, բույրը անուշ, ինքը անուշ, ամեն ինչը անուշ, սիրելիներս։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, մեզ մնում է հետևել, հավանել և տարածել։ Մնացեք միշտ Ռոզա հետ, դուք իմ սիրելի հետևորդներն եք, մնացեք ինձ հարազատ, որովհետև ես ձեզ հարազատ եմ։ Ստեսություն։